Այսօրվա մեր դասը ապրանքի ընտրությունն է, ձեռքբերման տարբերակները եւ իհարկե շուկայի պահանջարկը։ Բնականաբար բոլորը գիտեք ապրանքի ընտրությունը ինչքան կարևոր է պահանջարկից ելնելով, որովհետեւ որքան էլ լավ որակյալ ապրանք գնեք, միևնույն է պահանջարկից ելնելով նոր ձեր վաճառքը առաջ կգնա։ Այսինքն դա կարևորագույն փուլ է ու ընդհանրապես այս երեքը իրար հետ փոխկապակցված են, որովհետև առանց մեկը մեկի հնարավոր չի իրականացնել այդ գործունեությունը, այսինքն եթե ճիշտ մատակարար չընտրես, ապրանքիդ որակը կընկնի, եթե ապրանքիդ որակը ընկավ, պահանջարկի վրա կազդի ու տենց նմանատիպ լիքը հարցեր։ Մեր սեմինարի նպատակը բնականաբար նորից ասեցի, մանրամասն ինչ պետք է մենք սովորենք այս ընթացքում, ինչպես ճիշտ ընտրենք վաճառվող ապրանք, որտեղից եւ ինչ ձևով ձեռք բերենք այն ու ինչպես հասկանանք շուկայի պահանջարկը ու դա այս երեքը միասին համատեղելով իհարկե ունենանք լավ վաճառքներ, աշխատող բիզնես ստեղծենք։ Օրինակ, այսպես ներկայացնեմ, հիմա ասում եմ, որ գովազդով ցանկացած ապրանք կարանք վաճառենք, լավ գովազդը լավ վաճառքի է բերում եւ նմանատիպ լիքը հարցեր։ Բնականաբար գովազդը իր դերը ունի, բայց եթե ձեր ապրանքը շուկայում պահանջարկ չունեցավ, ոչ ոքի հետաքրքիր չեղավ, որքան է որ աշխատանք կատարեք ձեր ապրանքի վրա, դուք չեք կարա դա վաճառեք նենց ոնց որ պետքա ինքը վաճառվել։ Այսինքն գովազդով վաճառքը դա իր օրգանիկ վաճառքը չի, դա ընդհանրապես դուք մղում եք իրան առաջ։ Դրա համար պետքա հասկանանք մեր շուկան ոնց է աշխատում, շուկայից ելնելով ընտրենք ապրանքը։ Ապրանքի ընտրությունը, առաջի փուլը, որ պետք է ուսումնասիրենք, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք ապրանքը ընտրելիս։ Առաջինը դա իհարկե պահանջարկն է, ամենաշատ պահանջարկ ունեցող ապրանքը դա ամենօրյա օգտագործման ապրանքներ են, որոնք որ ստանդարտ ունեն իրենց վաճառքի քանակը, կամ մի քիչ շատ, կամ մի քիչ դա էական դեր չի խաղում, որովհետև դրանք միշտ գնվում են։ Օրինակ, ոնց ասեմ ձեզ, տնտեսական իրերից գուբկան, չէ՞, նույն, իրան անընդհատ գնում ես, ինքը ձեզ միշտ անընդհատ պետք է գալու, ու նմանատիպ շատ ապրանքներ ունենք։ Երկրորդը դա սեզոնային ապրանքն է, բայց կոնկրետ ժամանակահատվածի համար։ Օրինակ, գլխարկը դուք գնում եք համապատասխան իր սեզոնին, կամ նմանատիպ շատ իրեր, որ ունեն ժամանակահատված, որ իրենք շատ լավ են վաճառվում։ Եվ երրորդը դա նորաձևության ապրանքներն են, որոնք որ ունենում են շատ sense բում վաճառք, դրանից հետո արդեն կանգ առնում։ Այսինքն մենք պետք է հասկանանք տվյալ ապրանքը երբ բերենք ու ոնց ռեալիզացնենք։ Օրինակ, այդ օրինակ բերեմ պոպիտները, չէ՞։ Ինչ բում եղավ, մանկական խաղեր կար, որ պոպիտ են ասում, ինչ կամ սպիներները, կամ նմանատիպ, ինչ որ թրենդ է լինում, որ մարդիկ սկսում են գնել ու դրանից հետո ինքը կանգ առնում, դուք իրան էլ չեք կարա ծախեք, դա մի փուլ է։ Եվ շահութաբերությունը, բնականաբար որքան շատ շահույթ եք ունենում ապրանքից, այնքան ցանկալի է դա ձեռք բերեք, չէ՞, այսինքն երկրորդ կատեգորիան դա պետք է հաշվի առնենք։ Ինչպես հաշվի առնենք, իհարկե ապրանքի ինքնարժեքից պետքա վաճառքի գնից հանենք տվյալ ծախսերը, ձեռքբերման գին, տեղափոխման ծախսեր, պահեստավորման, փաթեթավորման, գովազդի ու վերջնական վաճառքի գինը նոր ըստ դրա որոշենք։ Եթե մեզ մնացող մարժան համապատասխանում է մեր ցանկություններին, նոր արդեն ընտրում ենք տվյալ ապրանքը։ Եթե այնտեղ մնալու է, այսպես ասած, շատ մինիմալ գումար, ցանկալի չէ, կամ է պետք է աշխատել քանակի վրա տվյալ ապրանքները։ Ինքն պետք է հասկանանք որքանով է մեզ ձեռ տալի այդ ապրանքի ձեռքբերումը։ Իհարկե որակը դա ամենակարևոր քայլերից է, որին պետք է ուշադրություն դարձնեք, որովհետև եթե բերեք վատ որակի ապրանք, չեք ունենա կրկնակի վաճառքներ։ Եթե լավն է լինում որակը, ցանկացած գնորդ նորից հետ է գալու ձեր ապրանքին։ Թեկուզ ոչ իր համար, օրինակ ընկերուհու համար նվեր գնեց, կախված ինչ ապրանք եք դուք վաճառում։ Ու ընդհանրապես, եթե որակը վատն է, վատ օձի, վատ դիտելիություն ու դրա հետ կապված լիքը հարցեր։ Ինքն պետք է վստահ լինենք, որ մեր ապրանքը լավ որակի է։ Եվ մրցակցությունը, օրինակ որևէ ապրանք ընտրելիս միշտ պետք է դիտել մրցակցությունը եւ հասկանալ դուք ինչով կարաք ավելի լավը լինեք մրցակիցներից։ Օրինակ լավ որակ, լավ գին, լավ սպասարկում, լավ փաթեթավորում, ինքն դուք պետք է առանձնացնեք այն կատեգորիան, որը որ դուք ավելի լավ եք անում։
եթե շատ մրցակցային ապրանքի մասին է խոսքը, օրինակ շրթներկը, թեկուզ կամ նմանատիպ շատ ապրանքներ ունենք։ Եվ թիրախային գնորդ, այսինքն պետք է հասկանանք ինչ տարիքային ինչ խմբի ենք մենք առաջարկում մեր ապրանքը։ Բնականաբար երիտասարդների, ընտանիքների, երեխաների, բիզնեսի համար կամ միջին եկամուտ ունեցող մարդկանց համար, բարձր եկամուտ, այդ ամեն ինչը պետք է հաշվի առնենք ու ստանում ենք մի սենց կլոր գունդ, սենց ասած, որի մեջ պետք է մտցնենք այս բոլոր կրիտերիաները ու հասկանանք որն ենք մենք լրացնում ու որն է մեզ այս ամեն ինչից ձեռ տալի։ Այս 5 պայմանը պահելուց հետո նոր արդեն ընտրում ենք ապրանքը։ Ապրանքի ձեռքբերման տարբերակները։ Բնականաբար ապրանքի ընտրությունը դա կարևորագույն փուլերից է, որովհետև ձեռքբերումը կախված է ձեր ինքնարժեքի հետ, ուղիղ համեմատական է։ Առաջի տարբերակը դա գնում ենք մեծածախ մատակարարից, դա կարող է լինել ինչպես Հայաստանի տարածքում, օրինակ Սուրմալուն, Փեթակը կամ Orange Mall-ը, մի խոսքով, այդպիսի հիպերմարկետներից, որտեղից կարաք դուք գնեք մեծածախի գներով ու վաճառեք ձեզ հարմար։ Առավելությունները նշեմ այն է, որ ցածր ինքնարժեք են տալիս, ավելի կայուն մատակարարում է, որովհետև եթե ցանկացած բայ ձեր ապրանքը վերջանա, զանգարում եք, օրինակ բերում են ձեզ այդ ապրանքը։ Կամ հնարավոր է մեծ քանակի վերցնել, ոչ քիչ քանակով աշխատել կամ մեծ քանակով աշխատել, դա դուք եք ընտրում։ Սկզբնական ներդրում է պահանջում տվյալ տարբերակով, ինչպես մնացած բոլոր, այնտեղ մի քանի կատեգորիա կա, որ չի պահանջում, կա ռիսկ, որ ապրանքը երկար կմնա պահեստում, դա ինչով է կախված, օրինակ, եթե մեծածախ է, օրինակ, ինքը ունի մինիմալ ստավկա, չէ, 100 հատից վերցնելու դեպքում նոր ձեզ այս գնով կտամ, այսինքն պահեստում մնալու տարբերակը այդ դեպքում, եթե դուք դեռ չգիտեք այդ ապրանքը վաճառվող է, թե չէ։ Եվ երբեմն պետք է գնել մեծ քանակով, բնականաբար ասածս դրա մասին էր, որ իրանք ունեն մինիմալ չափ, որին որ դուք պետք է համաձայնվեք։ Գործարանից կամ հենց արտադրողից ուղիղ ձեռքբերում, սա հիմնականում ես հավասարեցնում եմ Չինաստանից գնմանը, որովհետև գիտեք, որ գրեթե բոլոր արտադրամասերը գտնվում են Չինաստանում ու հիմնականում մարդիկ այդ ձև են էլի գնում կատարում, այսինքն հենց արտադրողից են առնում ու ավելի շահավետ է լինում։ Այստեղ առավելությունները ցածր գին, որակի ավելի լավ վերահսկում, որովհետև դուք կարաք ասեք, օրինակ, այս ինչ բան է, սենց սարքեք կամ հարմարացրեք ինձ։ Նաև հնարավոր է պատվիրել հատուկ տարբերակներ, օրինակ դուք ինչ-որ ապրանք եք ուզում, որը որ ունի ձեր լոգոն, որովհետև Չինաստանում շատ է, օրինակ վաճառում են ապրանք, ասում են, ուզում եք ձեր լոգոն փակցնենք, թե մեր լոգոյով, թե առանց լոգո։ Դուք ունեք ընտրության տարբերակներ, ոնց անեք, կամ գույների ընտրությունը, որակի ընտրությունը, ասում եք դրամապանակներ եք օրինակ պատվիրում, զամշից լինի, կաշվից լինի, դուք եք որոշում։ Հիմնականում բոլորը հարմարվում են դրան, եթե իհարկե կոնկրետ հստակ ապրանք չեք ուզում ձեռք բերեք։ Թերությունները հաճախ պետք է պատվիրեք մեծ պատվերներ, դե բնականաբար, որովհետև արտադրողներից 1-2 հատի համար կամ լոգոյով ապրանքները չեք կարա քիչ գնեք, այստեղ ունեն իրանք հստակ պարտիաներ, որ պետք է պատվիրվի։ Կարող է լինել ներմուծման լոգիստիկ դժվարություններ, եթե իհարկե այդ ամբողջը դուք եք կառավարում, այլ ոչ թե դիմում եք մեկ այլ անձի, այսինքն դուք պետք է վերահսկեք այս բոլոր փուլերը նաև։ Եվ անհրաժեշտ է ավելի լուրջ կազմակերպում, դե այս հասկանալի է, որովհետև Չինաստանից որ բերում ենք, ինքը հեշտ պրոցես չի իրականում։ Ես սրա հետ կապված առանձնացրել եմ այս մի քանի տարբերակները, ովքեր չինական կայքերից օգտվել են, կհասկանան ինչի մասն է խոսքը։ 1688, դա չինական մեծածախ առևտրի կետն է, որտեղից որ պատվիրում եք մեծ քանակի ապրանքներ, տեսականին բազմազան է, հենց արտադրողից եք դուք գնում ու կարան նույնպես հարմարացնեն ձեզ, ձեր ուզած արտադրանքը ունենաք։ Վինդուտուն հիմնականում մանրածախ առևտուրն է, որից դուք կարաք ընդամենը մատակարարներին հանեք, ում հետ կարաք աշխատեք։ Այսինքն պատվիրեցիք մի քանի ապրանք, տեսնում եք, որի որակն է լավ ու մատակարարի հետ արդեն անմիջական կապի մեջ եք մտնում։ Հա։ Նույնպես չինական է, այսինքն դուք Չինաստանի պահեստ եք պատվիրում, պահեստից նոր Հայաստան, անմիջական Հայաստան չի գալի։
Alibaba-ն արդեն միջազգային է, ինքը միջազգային մեծածախ առևտրի էջ է, որտեղից որ կարող եք պատվիրել մեծ քանակի ապրանք, բայց արդեն անմիջապես Հայաստան կամ նույն ձև կարող համաձայնեցնեք, որ գնա Չինաստան, Չինաստանից նոր գա Հայաստան։ Այսինքն մեր պահեստից բերեն մեզ հասցնեն։ Եվ Taobao-ն ինձ թվում է դա համատարած պետք է իմանան, որովհետև առաջնային շուկաներից ա եղել, որով որ մարդիկ գնումներ են կատարել ու ընդհանրապես վաճառքի համար ապրանք են ձեռք բերել։ Այստեղ այնքանով ա լավ, որ արժեքները մի քիչ թանկ ա, բայց բարձր որակի ապրանք ա տալիս։ Չեն կարող համեմատենք Pinduoduo-ի հետ, որովհետև Taobao-ն մի քիչ ավելի բարձր մակարդակի ապրանքներ ա։ Pinduoduo-ն էլ եթե լյուքս կոպիներ եք պատվիրում, հիմնականում դրա համար է լավ։ Օրինակ Gucci, Pajusa կամ չգիտեմ նմանատիպ տարբերակներ, հիմնականում դա։ WeChat-ը այս պետքա բոլորդ ունենաք, եթե մատակարարմամբ եք ուզում աշխատեք, որովհետև WeChat-ը հանդիսանում է իրանց վճարային համակարգը, ինչպես նաև այստեղ բոլոր արտադրողների հետ կարող եք կապ հաստատել, ինքը համ chat է, համ էլ վճարային համակարգ է։ WeChat-ի օգնությամբ այնտեղ բոլորը միմյանց հետ շփվում են WeChat-ով, գումարը փոխանցում են WeChat-ով, ոնց որ մեր Իդրամը ուղղակի այստեղ chat կա։ Ցանկացած գործարք իրանք անում են WeChat-ով։ Դրա համար այս պարտադիր պետքա ունենաք, եթե ներմուծմամբ եք ուզում զբաղվեք։ Հիմնականում չինարեն, բայց կան շատ արտադրողներ, որ անգլերեն գիտեն։ Կես անգլերեն, կեսը չինարեն, բայց դա հիմա պերևոդչիկներ կան հեշտ է աշխատել, այնպես չի որ դժվարություն առաջացնի։ Հա, Alibaba-ն ինքը միջազգային է, որ Հայաստան է կարաբերի ու ցանկացած այլ երկիր։ Իսկ 1688-ը բացառապես միայն Չինաստանում է առաքումը։ Իսկ գնային տարբերություն կա։ 1688-ը ավելի էժան է, որտեղ չինական շուկայի համար է, իսկ Alibaba-ն մի քիչ ավելի թանկ է, որտեղ միջազգային շուկայի հետ աշխատում։ Ու ընդհանրապես այս 4-ը իրար հետ կապ ունեն, որովհետև այս 4-ն էլ Alibaba գրուպի անդամներ են։ Այսինքն իրանք մի տեղ են էլի գնում, ուղղակի ամեն մեկը մի շուկայի է սպասարկում, հա։ AliExpress-ը հա ինքը մանրածախ է ու գները թանկ է, դրա համար որպես ներմուծման կատեգորիա չեմ առանձնացրել։ Եթե այս էջերը ինչի համար են լավ, դուք կարաք ընդհանրապես տեսնեք ապրանքատեսականին։ Օրինակ դուք եթե չեք որոշում ինչ ապրանք, այստեղ նորարարական շատ տեսականի կա, որ օրինակ Հայաստան ընդհանրապես չի մտել։ Դուք կարաք այստեղից բերեք օրինակ նորություն, նույն նորաձևության, ոնց ասեցի, դուք ինքներդ ստեղծեք մի այնպիսի ապրանք, որը որ այստեղ տարածվի։ Այսինքն նոր ապրանքներ, նոր տեսական, ինչպես նաև տեսականին տեսնեք Չինաստանից ինչ կարաք ձեռք բերեք։ Ինչ որ ծրագրերից որևէ մեկը քաշեք ու սկսեք այդպես հասկանալ ինչ կարաք բերեք։ Նեմ առաջ։ Մյուսը միջնորդի միջոցով ձեռքբերումն է, սա նույն process-ն է, ուղղակի այստեղ արդեն ունենք երրորդ անձ, ով զբաղվում է ձեր փոխարեն այս ամբողջ գործընթացը։ Դիմում ենք միջնորդին, ով գնում է չինական շուկաներ, ուսումնասիրում է ապրանքը, ընտրում է ձեր փոխարեն, արժեքները ասում է, իրենց միջնորդավճարը հետը, դուք արդեն որոշում եք։ Առավելությունները այն է, որ ավելի հեշտ է այդ գործընթացը բնականաբար լինում, որովհետև դուք այդքան երկխոսության մեջ չեք մտնում ինքնանում։ Այսինքն դուք միայն իր հետ եք կապ հաստատում, ոչ մնացած բոլորի։ Ավելի արագ կապ սպասարկում, փոքր քանակներով աշխատելու հնարավորություն, որովհետև ինքը շուկայում կարա մտնի, ասի ինձ էս ապրանքից օրինակ 50 հատ ապետ, ոչ թե 1000 հատ։ Այդպես լինում է։ Թերությունները իհարկե գինը բարձր է, որովհետև միջնորդավճար ենք մենք վճարում տվյալ ապրանքների համար, որ իրենք իրենց աշխատանքը կատարում են ու շահույթը մի փոքր ավելի քիչ է լինում, բայց էլի ռեալ մեծ տարբերություն չկա, բնականաբար, բայց դե դուք իմանաք, որ սա եւս մի ծախսի կետ է, էլի։ Սրա հետ մեկտեղ բացատրեմ նաև fulfillment ասվածը, ասել եմ, բայց նորից նշեմ, եթե միջնորդին դիմում եք, նաև այս ծառայությունից պետքա օգտվեք, որովհետև իրենք ամբողջը չեն անում, դիմում են մեկ այլ ընկերության կամ իրենք են անում այս fulfillment ասվածը, այսինքն ձեր ապրանքը ձեռք են բերում, վերափաթեթավորում են, ուղարկում են ձեզ։ Կամ եթե նույն միջնորդի միջոցով ուզում եք Ռուսաստան միանգամից ուղարկեք, այս ծառայությունը ձեզ պետք է գալու, որտեղ իրանք ապրանքը վերցնում են մաքսայինից, իրենց պահեստ են տանում, ապրանքները ստուգում են, նորից վերափաթեթավորում են անհատական, շտրիխները փակցնում են ու հասցնում են ձեր ուզած պահեստը։
Այսինքն մի քանի փուլ իրանք կատարում են մինչև գնորդին հասցնելը։ Այս ծառայությունը բնականաբար վճարովի է, եթե օգտվում ենք էլի, էլ մի ծախսել եւս ավելանում է։ Չինաստանում էլ կա։ Եթե այնտեղ պետք է անեն ուղարկեն, անիմաստ է, որտեղ ճանապարհին վնասվում է։ Ավելի լավ է ինքը հասնի Ռուսաստան ու նոր կատարվի։ Fulfillment Չինաստանում ինչն են կատարում, որ քո ապրանքները օրինակ տոպրակով տալիս են, մտել է շուկա, ամեն մեկից 50-ը տարել է, իրանք փաթեթավորում են, քեզ են ուղարկում։ Էդ էլ է, էլի fulfillment-ի տեսակ է, որ իրանք այդ ամեն ինչ անում են, քո համար ակուրատնի դասավորում են, ուղարկում են։ Դրա մեջ մտնում է կառոպկաների ծախսերը եւ այլն, իրանք իրենց ծառայության մեջ մտցնում են այդ ամբողջը։ Հարցեր, անցնեմ առաջ։ Եվ dropshipping-ը, էլի խոսել ենք այս թեմայով, նորից ասեմ, սա նույն վերավաճառողն է, ով պատվերը լինելու դեպքում նոր գնում ապրանքը ձեռքաբերում ու ուղարկում է գնորդին։ Այստեղ բնականաբար քիչ ներդրում, կարելի ասել ներդրում հարկավոր չի, եթե օրինակ 5 հատ 10 հատ կամ չի ուզում էլ իր տան մեջ պահի, բայց հիմնականում չեն պահում այսպես աշխատողները, երբ որ պատվերը լինում է, նոր գնում են շուկայից, ձեռք են բերում ու ուղարկում են։ Պահեստ պետք չի տվյալ գործողությամբ աշխատելու համար ու սկսելու համար շատ հարմար տարբերակ կա, օրինակ եթե դուք ներդրում չեք ուզում անեք ու սկսում եք ամենամինիմալից, սա շատ հարմար է։ Որակի վերահսկումը սահմանափակվում է, որովհետև դուք որակ թելադրողը չեք, դուք ընդհանրապես ձեռք բերողն եք ու ցանկացած օձիվ ու հետ այդ ֆիդբեքները, հետ պատասխանները որակի հետ կապված դուք եք ստանում, այլ ոչ թե օրինակ ներմուծողը կամ արտադրողը։ Եվ ժամկետների մեջ պետքա վերահսկումը իր ձեռքը չի, որովհետև օրինակ այսինչ ապրանքը վաճառվեց, գնում է շուկա, այս մեկի մոտ չկա, այն մեկի մոտ չկա, ինքը պետքա հասկանա, որտեղից ձեռք բերի ու կարա շուկայից դա վերջացած լինի, այսինքն ինքը անընդհատ կապի մեջ պետքա լինի, որ հասկանա օրինակ իր էջում ներկայացրած ապրանքը ընդհանրապես արդեն կա վաճառքի, թե չկա։ Այսինքն այստեղ նույնպես աշխատանքը կատարվում է նմանատիպ ապրանքների հետ կապված առկա լինելը կամ չլինելը, վերահսկել։ Այդ ամեն դեպքում dropshipping-ով զբաղվելու դեպքում էլ չեմ, եթե վաճառում ես նենց ապրանք, որը սերտիֆիկատազու, Դե հա, բայց պատկերացրա, եթե դու երրորդային ձեռքբերող ես, դու կարաս եւ առաջնայինից այդ փաստաթուղթը վերցնես կամ երկրորդայինից։ Ու ընդհանրապես, եթե խանութում որևէ ապրանք հայտնվում է, նույն խաղալիքը, նույնիսկ այստեղի վաճառողը ինքը պետք է այդ փաստաթուղթը ունենա, եթե չի ունենում, գալիս են տուգանում են։ Դա ցանկացած վաճառող պետք է ունենա։ Եթե չեն ունենում, այդ արդեն ասեմ, ուղղակի գումարների ծախս են անում, օրինակ ես ծանոթ ունեմ, որ ասում ավելի լավ այնց տուգանեն, քան թե այդքան ապրանքի փաստաթուղթ անեմ, այդ տարբերակն է կա, բայց դե ավելի լավ է չտուգանվեք, հանեք։ Եթե մանավանդ մի կատեգորիայի ապրանք եք ծախելու, օրինակ քո դեպքում, եթե իհարկե դա ես ուզում, էլի խաղալիքների, հստակ որոշես, որ տարիքային խմբի համար ես անելու, ինչ մատերիալից, որովհետև փափուկներին առանձին է, փայտից առանձին է, սիլիկոնին առանձին, պլաստմաս։ Ահա, ընտրում ես կատեգորիան, ինքը մեծ ծախս չի ներկայացնում իրանից իրականում։ Ու 5 տարով են տալու, դու պատկերացրա 5 տարվա մեջ հանգիստ կարաս այդ ապրանքը վաճառես։ Ձեռք ես բերում ու առաջ ես գնում։ Եվ տեղական արտադրողներից ձեռքբերումը, սրան հավասարեցնում եմ նաև ձեռքի աշխատանքը, որը որ դու ես ստեղծում ու վաճառում ես, տեղական ինչով է լավ, որ նույնպես կարող ես որակը վերահսկես ու մնացած գործողությունները ավելի հեշտ է ստացվում, դրա հետ մեկտեղ հեշտ հաղորդակցում, այսինքն ամեն ինչ հեշտ է այստեղ ստացվում, արագ մատակարարում, երբեմն նաև հաճախորդները նախընտրում են տեղական արտադրանք, օրինակ ձեռքի աշխատանքը նույն ինքը, ավելի օրինակ մարդիկ կան նախընտրում են ձեռքի աշխատանք վերցնեն կամ տեղի արտադրողից, քան երրորդային այլ ինչ-որ մեկից։ Նույն ինքը Չինաստանից, որտեղ շատ մարդիկ օրինակ Չինաստանից չեն սիրում բերել։ Ես նաև ուզում եի սադավոդի մասին խոսեմ ռուսական, բայց ինչով խորհուրդ չեմ տա ձեզ օրինակ սադավոդից ապրանք բերեք, որտեղ շատ-շատերն են անում հագուստ, շատ-շատ են բերում, ինչի՞ չէ, որովհետև հիմնականում այնտեղի ապրանքները կամ Թուրքիայից ձեռք բերածա կամ էլ Չինաստանից։ Նույն ինքը Չինաստանից մենք կարանք ավելի էժան գնով ու ավելի քիչ ծախսերով, հիմա Ռուսաստանում հարկերը բարձրացրել են ու ընդհանրապես հարմար չի օրինակ այդ ձև աշխատելը։
Այսինքն մի քանի փուլ մենք եթե սադավոդից բերենք, մի քանի փուլ առաջ գնացած է լինում ու ծախսի իր ինքնարժեքի վրա ավելացրած է լինում այդ ծախսերը։ Եթե ասենք սադավոդից ու միջազգային շուկայում էլ Հայաստան չի գալու, չէ՞, միանգամից Հայաստանի սկլադա գնալու։ Հա, բայց կարակ անեք, այդ ձևը կարակ անեք, բայց սադավոդի եթե դիմում եք, դուք նաև fulfillment-ի հա, ծառայությունից պետք է օգտվեք, որ ձեր ապրանք փաթեթավորվի նոր տարբեր։ Սադավոդից ինչն է տարբերություն, որտեղ քուրս էլ է անում Ռուսաստանի։ Լինում է, որ այդ Չինաստանի ապրանքը задержка է таможняя։ Այդ ընթացքում, որ իրանք ապրանք չկորցնեն, ունենան միշտ արկա է, սադավոդից են։ Հա, դա էլ է տարբերակ։ Չինաստան գիտեք ռուսախոս, հայախոս լիքն են։ Բայց օրինակ այս սայթերը որ մտնում ես դժվար է էլի սկզբնական կամ եթե ինքը ասում է ավարտուն միջնորդով թեստա, Դե նայեք, ես ձեզ ներկայացնում եմ տարբերակները, դուք արդեն ձեր հնարավորությունից ելնելով, դուք պետք է հասկանաք որն եք ուզում, բացի դա էլ ձեր ծախսից ելնելով։ Օրինակ դուք կարաք այս ինչքան գումար նախատեսեք տվյալ ծառայության համար։ Դա է պետք է հաշվի առնեք, եթե չեք կարա, պետք է մի քիչ ձեր վրա աշխատեք, օրինակ էջից օգտվել եւ նմանատիպ ցանկացած աշխատանք։ Այսինքն ընտրողելի դուք եք, այդ ոնց ձեզ հարմար է լինում։ Ընտրությունները այս դեպքում թերությունների մեջ սահմանափակ է, որովհետև կարա տեղական արտադրողը ասի, ես այս մի 3 կատեգորիան եմ անում ու վերջ։ Զուտ հումքից ելնելով, որովհետև Հայաստանում ամեն ինչ չէ, որ արկա է։ Եվ որոշ ապրանքների դեպքում գինը կարող է բարձր լինի, որովհետև նորից եմ ասում, այդ հումք ասվածը, հա, ինչից պատրաստվում է տվյալ ապրանքը, էլի գալիս է Չինաստանից կամ մեկ այլ երրորդ երկրից։ Այսպես եւ շուկայի պահանջարկը։ Ներմուծումները հասկացանք, ավելի ճիշտ ձեռքբերումները։ Հարցեր չկա։ Պահանջարկի մասին։ Նախ պահանջարկը ինչ է։ Պահանջարկը ցույց է տալի, որքանով է տվյալ ապրանքը անհրաժեշտ գնորդներին որևէ ժամանակահատվածում։ Եվ ինչից ելնելով է պահանջարկը առաջանում։ Առաջնային դա պետք է մենք դիտարկենք գնորդի վարքը։ Դա ասելով նկատի ունեմ, օրինակ, գնորդները ինչ են փնտրում ընդհանրապես շուկայում, ինչի կարիքը կա, ինչ հարցումներ են կատարում։ Դա դիտարկելը շատ դժվար չի, կարաք ցանկացած տեղեկատվական համակարգերում բոլորը կան ստատիստիկաները եւ այլն, իդեպ ունեմ ես ստատիստիկա փնտրումների քանակները, հիմա դա էլ կնայենք ուսումնասիրենք, մի խոսքով, պարտադիր պետք է հասկանանք պահանջարկ, մարդիկ ինչ են փնտրում, առաջնային դա։ Այնուհետև պետք է ուսումնասիրենք մրցակիցներին, այսինքն մարդիկ ինչ ապրանք են վաճառում, հա, այսինքն պետք է շուկան նայենք ինչ ապրանքով է լցված, ինչն է պակաս։ Մրցակիցներին նայելով, եթե օրինակ տեսնենք տվյալ ապրանքից 10 հոգի, 10 չէ, օրինակ 100 հոգի նույն ապրանքը վաճառում է, նշանակում է այդ ապրանքը ինքը վաճառվող ապրանք է, չէ, որ այդքան մենք մրցակիցներ ունենք։ Եվ պահանջարկը այստեղ հասկանում ես, որ արդեն կա։ Դիտարկում ես նաև մրցակիցներին, այնուհետև օգտվում եք հարցումներից, օրինակ որևէ ապրանք, ձեռքի աշխատանք նույն վերցնեմ, հա, մտածում եք կվաճառվի, չի վաճառվի։ Հիմա այնքան սոցհարթակներ այնքան լայն է, որ ցանկացած խումբ մտնելով կարաք ուղարկեք օրինակ այդ նկարը, ասեք, ինչ կարծիք եք, դուք կգնեիք այս ապրանքը, օրինակ եմ ասում, կամ ինչը կփոխեք տվյալ ապրանքի մեջ։ Հարցումները նույնպես օգնելու է ձեզ, որպեսզի հասկանաք կա պահանջարկ թե ոչ։ Եվ փորձնական վաճառք, արդեն ասել եմ, եթե կարողանաք քիչ քանակի ձեռք բերեք ու աշխատեք web-based տարբերակով, ձեզ կօգնի, որ հասկանաք, օրինակ, տվյալ ապրանքը վաճառվող է թե չէ։ Ինչպես նաև ինչպես հասկանալ վաճառվող է թե չէ, օրինակ 10 հատ ապրանք եք բերենք 10 օրում է վաճառվում, թե 3 ամսում դա նույնպես ձեզ կօգնի ընտրել, էլի, արդյոք արժի գումար ներդնել երկարատև վաճառքի համար, թե ավելի լավ է ձեռք բերել այնպիսի ապրանք, որ կարճ ժամանակահատվածում է վաճառվում։ Եվ սեզոնայնության հաշվառում բնականաբար ինչ ապրանք որ ընտրում եք, պետք է հասկանաք հիմա բերեմ, թե օրինակ այսինչ ժամանակ հետո։ Նույն Չինաստանից ներմուծում, օրինակ ամառը հիմնականում պատվիրում են ձմեռային ապրանքները, որովհետև պետք է հաշվի առնել զադержկաները, որ
Մարդ ես, օրինակ 3-րդ ամսում չի գալի, 4-րդ ամսում է գալի, ու դուք պետք է հասցնեք այդ ապրանքը բերեք, որ ռեալիզացնեք։ Եվ սեզոնային ապրանքների հետ կապված ասեմ, մի սեմինարի էի մասնակցում, այնտեղ նույնպես Վալբերսի հենց գլխավոր ստատիստիկներից էր, ասեց, եթե ուզում եք օրինակ բում ապրի, ձեր հենց սկիզբը, սկսեք սեզոնային ապրանքից։ Ինչով է լավ, նախ սեզոնային ապրանքը շատ արագ է վաճառվում կոնկրետ ժամանակահատվածում։ Ձեր էջը դառնում է տեսանելի, ձեր ապրանքների օծիվները ակնթարթային ավելանում է, ինչպես նաև արդեն ասեցի, էջը տեսանելի է դառնում, այսինքն դուք արդեն սկսում եք մի ինչ-որ փուլ առաջ գնալ ու շատ արագ։ Բայց դա էլ ունի իր ռիսկը բնականաբար, բայց դա ևս տարբերակ է, որպեսզի արագ սկսեք ձեր գործը։ Այսպես ստատիստիկաները հիմա ցույց տամ, սա հանել եմ վերջի 1 ամսվա ընթացքում Վալբերսում ինչ հարցումներ է տեղի ունեցել։ Հիմնական հարցումների քանակը, օրինակ 5 միլիոն запрос ա եղել 1 ամսվա ընթացքում, կրասովկի ժենսկի, դա էլ սեզոնային ապրանք է բնականաբար, այսինքն ինչն էի նոր ասում, եթե սեզոնային ապրանք բերում եք ճիշտ ժամանակահատվածում, դուք ավելի շատ օգուտ կարաք ունենաք, քան մնացած բոլոր ապրանքները, օրինակ սովորական ամենօրյա օգտագործման կամ թեկուզ որոշակի հատվածում որոշ չափով վաճառվող ապրանքները։ Կանացի ջինսերը 3 միլիոնի zaпрос է եղել, որը որ տեսնում եք դինամիկան zaprosները ինչքանով է ավելացել, նույնը ֆուտբոլկաները, կրասովկեքը, զգեստները եւ կուրտկաները։ Տեսեք, էլի նույնպես աճ է ապրել։ Պայուսակները այստեղ ստատիստիկան մի քիչ ընկել է, բայց պայուսակները մի այնպիսի, ոնց ասեմ, կատեգորիա, որ միշտ գնա, հա, միշտ պետք է ինքը։ Ուղղակի այստեղ նաև նորաձևությանը պետքա համահունչ գնալ։ Սա կապ ունի հենց պայուսակների հետ, որովհետև որոշ ժամանակահատվածում ռյուկզակներ են բռնում, որոշ ժամանակահատվածում օրինակ ձեռքի մեծ պայուսակներ են բռնում, փոքր պայուսակներ ու ամեն ժամանակահատվածում մի ապրանք ավելի շատ է գնում։ Հաջորդը հիմնականում եթե նայեք հագուստներ են, բայց այստեղ նայեք ռոբոտ մոշի օկն, այսինքն պիլասը, որ պատուհանները լվանում են, էլի սա ինչի հետ կապված էր, որովհետև էլի թրենդի պես գնաց, հա, թրենդի պես գնաց ու ինքը աճ ապրեց, 1 միլիոն zaпрос-ը դա պատկերացրեք ինքը ինչքան պահանջարկ ունի, քիչ չի, հա, եթե տվյալ ապրանքից վաճառեն օրինակ 100 հոգի, դուք հավատացեք 100 հոգուց, քանի ամեն մեկից 10,000 հատ կարան պատվիրեն, չէ՞։ Դուք պատկերացրեք 10,000 պարտիա բերում եք ու ձեզնից կարան էս առնեն 1 ամսվա կտրվածքով եմ ես սա հանեմ, ընդհանրապես։ Ու այս հարցումները որ կան, հարցումների 10%-ը հաստատ առնող է, ես մինիմալ եմ ասում։ Ով էլ որ գցում է կարզինա, այլ ինչ որ ժամանակ հետո առնող է, այսինքն միևնույն է ինքը ինչ որ մի ձև ռեալիզացվելու է։ Կամ այստեղ նաուշնիկները беспроводные, հա, նույնպես էլի լավ կատեգորիա է, մի քիչ ընկել է, բայց էլի ինքը անընդհատ նույն կատեգորիայի վրա է, մի ամիս բարձր, մի ամիս ցածր, այս որ մինուսով մի քիչ իջել է, այդքան դեր չի խաղում։ Բացի այդ էլ եթե նայեք беспроводներից հետո հիմա էլի տրենդ է պրովոդով նաուշնիկները, այսինքն կարա պահանջարկ լինի նաև հիմա, որ արդեն սկսեն այդպիսինները գնել։ Այս էլ հանել եմ առանձին կատեգորիաներ, որը ձեզ մի քիչ հետաքրքրում էր, զուտ որ դուք տեսնեք ձեր ապրանքի ստատիստիկան, օրինակ դիմահարդարման վրձինները zaпрос-ը 1 ամսվա ընթացքում 287,000 հատ է։ Ինքը մի քիչ իջել է, նախ նշեմ, որ մարտ ամիսը ընդհանրապես пассив ամիս է։ Դուք հաշվի առեք, որովհետև փետրվար ամսին պատվերներ անում են մարտի 8-ի հետ կապված, որտեղ միջազգային տոն է եւ Ռուսաստան, եւ Հայաստան, եւ ցանկացած SNG երկրում պատվիրում են։ Դրանից հետո ընկնում է մարտ ամսին ու այս ստատիստիկան ձեզ կարա մի քիչ խաբի, որովհետև մարտ ամսվա համար եմ հանեմ։ Կիստочкեքը որ նայեք, այստեղ նաև բացի այն, որ ինքը կիսի для макияжа, նաև հարցումների ուրիշ ձև կա, նայ, այստեղ տեսնում եք կիս для макияжа 5 շտուկ, այսինքն իրան կարան տարբեր ձև հարցում անեն ու իրական իր հարցման քանակ ոչ թե 287 լինի, օրինակ 1 միլիոն լինի տարբեր անուններով։ Պաստելնիե բիլյո նույնպես պահանջարկը շատ է,
եթե տեսնեք, օրինակ երկտեղանի 747 հատա, ինքը էլի ցածր ցուցանիշ չի, պահանջարկը միշտ կա ու տարբեր կատեգորիաներ կան նույնպես, որ ասեցի, եթե նայենք այսպես ամեն կատեգորիան իրար հետ համարյա 2-3 միլիոնի զապրոս է լինում։ Նույնպես վաճառվող ապրանքա, այստեղ ստատիստիկան մի քիչ ընկած է, նորից եմ ասում, մարտ ամսի հետ կապված է։ Չխոլներն եմ հանել, այս ամենապահանջված ապրանքներից է, որ երբ լինի ինքը կվաճառվի։ Մարդիկ 1000 հատով, 2000 հատով էլի տանում են պահեստ, պահեստում թողնում են Ռուսաստան ու ինքը գնում է շատ արագ։ Այստեղ մի քիչ վազրատներն է շատ լինում ու փաթեթավորման վնասումն է շատ լինում, ըստ ստատիստիկայից ելնելով, որովհետև բացում են, օրինակ մատերիալ չեն հավանում, նորից տեղն են դնում, հետ են ուղարկում ու այդպես։ Եթե ինքը տուփով է վաճառվում։ Եվ այստեղ ի՞նչն եմ հանել։ Հագուստը, սովորական հագուստը, հա, ուզում եի մանկական հագուստը ցույց տալ։ Նորածինների հագուստը 76000-ի զապրոս է եղել ու ինքը էլի անընդհատ վաճառվող ապրանքներից է, օրական 2545 հատ զապրոս է լինում ու նորածնի հագուստ վաճառողները քիչ չեն, եթե շուկան ուսումնասիրել ես, 100 հոգի չի լինի, էլի հաստատ մի 20-30 մաքսիմում ապրանք ներկայացնող լինի, որտեղ նորածնի հագուստը ինքը միշտ բարձր վերահսկման փուլում է ու պարտադիր սերտիֆիկացիոն պետք է ունենաք։ Ու այն ապրանքները, որոնք չունեն, հիմնականում դրանք են շատ լցված շուկայում։ Խաղալիքները եւս պահանջարկ ունեցող, այստեղ նաև նորից եմ ասում, ինքը մի քանի տիպի պետքա զապրոսներ լինի, ընդհանուր էլի շատ է լինում ամեն մի կատեգորիա, օրինակ փայտից խաղալիք, սիլիկոնից խաղալիք, փափուկ խաղալիք ու այդպես շարունակ։ Եվ ապրանքի ընտրության ու գնի վրա ազդող այլ գործոններից արդեն խոսել ենք, բայց նորից խոսենք սերտիֆիկատների ձեռքբերումը։ Երբ որ քարտը բացում ենք, մեր վերջի փուլում տալիս է, որ մենք լրացնենք մեր սերտիֆիկատի տվյալները, այնտեղ հատուկ կոդ ունի, սկզբանորից մինչև ավարտը 5 տարով է հիմնականում տրվում, կա սերտիֆիկատա соответствия, դեկլարացիա соответствия։ Դրանք ապրանքի կատեգորիայից կախված նայած որն է համապատասխանում։ Ես կարամ տվյալներ տամ, ով որ զբաղվում այս սերտիֆիկացմամբ, դուք գրեք, տեսնեք ձեզ ինչ արժեք կներկայացնի, հա, ես այդ գներից ամբողջական չեմ կարած ասեմ։ Կարամ առանձին հանեմ, ձեզ ասեմ, եթե ուզում եք, կամ տվյալ տամ, դուք ինքներդ խոսեք, ով անում է։ Կարծում եմ, հա։ Ցանկացած տեքստիլ ունի սերտիֆիկատ։ Նայեք, սերտիֆիկատը ինքը երբ է վերահսկվում։ Երբ որ ձեր ապրանքը օրինակ ալերգիկ ռեակցիա առաջացրեց ինչ-որ մեկի մոտ, ու ինքը ձեր ժալոբա է ներկայացնում պրոդավցիայի վրա, ու այդ ժամանակ նոր սերտիֆիկատ են ստուգում, բայց մինչև այդ դուք կարաք չունենաք, չէ՞, բայց ցանկալի է ունենաք, օրինակ ես միշտ ասում եմ, որ ինչքան դուք պաշտպանված եք, այնքան ձեր օգուտն է, բայց դա էլ է սերտիֆիկատը 5 տարով է տրվում, պատկերացրեք, եթե ինքը 15000 ռուբլի է, 5 տարվա մեջ որ բաժանենք, տարվա կտրվածքով 3000 ռուբլի դա մեծ ծախս չի, կոնկրետ սրա համար։ Այսինքն դուք կարաք տարիներով աշխատեք առանց սերտիֆիկատ ու մի օր հայտնվի ինչ-որ մեկը, որ ժալոբա ներկայացնի ու դուք ունենալու եք տույժեր, տուգանքներ ու տես նմանատիպ լիքը խնդիրներ։ Բայց էլի շատ շատերը առանց սերտիֆիկատի վաճառում են, շատ շատերը, մանավանդ Հայաստանում, որովհետև Հայաստանից շատերը տեղյակ չեն ոնց ձեռք բերեն ռուսական սերտիֆիկատներ։ Այդ մի քիչ հա, որ էջը հասկանա։ Հայաստանում է կա, բայց այդ Հայաստանի տվածը մի հատ է դիմում ես այնտեղ, որ իրանց նորմատիվներին համապատասխանի։ Բայց քանի որ տարբերակ ունենք, որ այնտեղ անեն ու մեզ որպես վաճառող ներկայացնեն, որ ես կարամ վաճառեմ իրենց այդ սերտիֆիկատի հիման վրա, ավելավ է այդպես անենք։ Օրինակ իմ սերտիֆիկատները ուրիշ ռուս IP-ի հիման վրա է ստեղծված ու իրանք ինձ լիազորագիր են տվել 5 տարով ու այդ սերտիֆիկատի մեջ նշված է, որ վաճառվելու է Ռոզի Cosmetics խանութում, նույն իմ ֆիրմայի անունը, այսինքն իրանց խանութի անունը չի այնտեղ նշված, իրանք եթե ուզենան վաճառեն, չեն կարա։ Լիազորագիր են տալի ու այդպես աշխատում եք դուք։
շատ հանգիստ իմեջում էլ ասում եմ, ներկայացրել եմ այդ գալչկան ունենք, այսինքն աշխատող է, այնպես չի, ինչ որ խնդիր կարի առաջացնի։ Եվ ծածկագրերի ձեռքբերումը, նույն պիտակավորումը, որը որ էլի տեքստիլը վերաբերվում է, տեքստիլը պարտադիր է, խնամքի միջոցներին է պարտադիր, այդտեղ շատ քիչ ապրանք կա, որ չի վերաբերվում։ Չէ։ Պայուսակները էլի սերտիֆիկատը соответствует 15000 ռուբլի է, ճիշտ 14500 ռուբլի է, բայց դրա մեջ մենակ պայուսակ չի մտնում, դրա մեջ բանակ է մտնում, կոսմետիկա է մտնում, պայուսակների տարբեր տեսակներն է մտնում, այսինքն դուք կարաք ճամպրուկներ բերեք, ոչ միայն պայուսակներ, սպորտային պայուսակներ, այսինքն այդ բոլոր կատեգորիաները մեջը մտնում է, դուք կարաք այդ բոլորը վաճառեք։ Ծածկագրերի ձեռքբերումը չեսնի զնակն է, որը որ դիմում եք իմարկին, իմարկը այդ համապատասխան փաստաթղթավորումը պահելուց հետո նոր տրամադրում է այդ հաշվապահի աշխատանքը, ես այդքան չեմ կարող մարանամ, բայց էլի եմ ասում, եթե ձեզ պետք է, ես կարամ ուսումնասիրեմ, ձեզ ասեմ։ Ինչը որ պետք։ Չէ, սերտիֆիկատը դա փաստաթուղթ է, որը որ քեզ թույլ է տալի այդ փաստաթղթով դու վաճառես այդ ապրանքը, այսինքն դա ինչ է իր մեջ ներառում, որ քո ապրանքը անվնաս է ու շուկային ոչ մի վնաս չի տալու ձեռքբերողին։ Չեսնի զնակը դա պիտակ է, որը որ նորմատիվ է, որը համապատասխան հա, QR-ներն է այդ։ Մեր Հայաստանում չեսնի զնակ չկա, այդ QR-ն է։ Ռուսաստան հենց չեսնի զնակ է։ Ու որ մենք դիմում ենք այդ իմարկին, տալիս է ինձ ռուսական չեսնի զնակը մեզ, ոչ թե այդ QR-ը։ Բայց նույն հավասարազոր բաներ են։ Դե դա իրանց պայման, հա։ Չէ, դե բան են անում, պիտակավորում են, հիմնականում այդ կատեգորիայի մեջ մտնում են մթերքները, խնամքի միջոցները, որը որ դեմքի հետ կապ ունի, նույն տեքստիլը, որ որակը երբ ալերգիկ ռեակցիա չի առաջացնում, ու տենց հիմնական մեն ապրանքները, որոնք որ կապված է մարդու մարմնի հետ։ Երբ որ սկսեք գործունեությամբ զբաղվել, հաշվապահին պետք է դիմեք, որ ինքը այս գործողությունները սաղանի, իմարկում հայտը ներկայացնում է, գրանցվում են, դրան համապատասխան փաստաթղթավորումը պահելուց հետո նոր տրամադրում են։ Այստեղ նշել եմ նաև լոգիստիկ ծախսեր կապված դուք ոնց եք աշխատում, եթե միանգամից Հայաստան եք բերում, Հայաստանում ունենք մաքսային վճարներ։ Եթե Ռուսաստան եք տանում, Ռուսաստանում մաքսային վճարներ չկան, բայց կան մեկ այլ ծախսեր, նույն ֆուլֆիլմենթը ու ընդհանրապես միջնորդը, ով որ զբաղվելու է այդ գործողությամբ։ Լոգիստիկ ծախսերը իրականում տենց թանկ չի, ոնց կարանք պատկերացնենք, որովհետև քաշի համար 500 դրամից սկսած կարաք վճարեք, կապված է, թե ինչքան կբերեք, օրինակ եթե մի ֆուռ ապրանք բերեք, ավելի էժան կստացվի, քան օրինակ 50 կիլո ապրանքը։ Ու կապված է նաև ծավալի հետ, օրինակ եթե լվացքի մեքենա բերեք, ինքը ավելի թանկ կլինի, քան օրինակ փոքր ապրանքներ նույն լվացքի մեքենայի քաշին։ Փաթեթավորման ծախսերն է, չգիտեմ ասել եմ թե չէ, դուք փաթեթավորումը դուք եք անելու, Վալբերիսը տվյալ գործում դեր չունի, այսինքն ձեր ապրանքից ելնելով պետք է հասկանաք ինչ փաթեթավորման մասին է խոսքը։ Հիմա կոնկրետ ուղղակի ապրանքային կատեգորիաներ կան, որոնց որ փաթեթավորումը պարտադիր կարտոնից պետք է լինի, դրանք հիմնականում նյութերն են, օրինակ հեղուկները, հեղուկ օճառները նմանատիպ, հա։ Տվյալ նյութերը պարտադիր է, մնացածն էլ արդեն ձեր ցանկությամբ է։ Եթե չեք դիմում, չէ։ Եթե Հայաստան եք դիմում, եթե Ռուսաստան է, այդ ֆուլֆիլմենտն անում, բայց էլի դուք հաշվի առեք, որ դուք այդ կառոպկանի համար գումար եք վճարում։ Նույն ծախսը ընդեղ էլ է, այստեղ էլ է, տարբերություն չկա, այնտեղ ուրիշ մարդ անում, այստեղ դուք եք անում։ Կան հատուկ կուրիերսկի պակետներ, տեսած կլինես, սերիները տարբեր գույների կան հիմա։ Վալբերիսում լիքն է, բացի այդ Չինաստանից կարաք պատվիրեք։ Ինչ։ Դե հիմա արդեն որ Չինաստանից ներկրողները շատ են, բերում են ապրանքի հետ այդքան կարավաճառ չգնա, հիմնական փոքր բիզնեսներն են գնում Վալբերիսից։
մեծերն այնտեղից միանգամից բերում են։ Այսքանն էի պատրաստել, եթե հարցեր ունեք, ասեք, խոսենք։ Բայց դու սկսես կարաս ծրագիրը թույլ կտա, դու սկսես վաճառել, հետո նոր Հա, սերտիֆիկատը քեզնից չի պահանջում էջը։ Ես երկար ժամանակ առանց սերտիֆիկատ վաճառել եմ զուտ հասկանալու համար։ Օրինակ, իմ ընկերներից մեկը խորհուրդ տվեց, որ տենց անեմ։ Նայեք, օրինակ, երբ որ դուք սկսնակ եք ու չգիտեք, որ կատեգորիայի մեջ խորանաք, ձեռք եք բերում 5 տեսակի ապրանք, որպեսզի հասկանաք, որն է վաճառվում։ Նոր վաճառվելուց հետո, երբ որ քանակ եք բերում, տեսնում եք գնում է քանակը, դրանից հետո կարաք ձեռք բերեք սերտիֆիկատ։ Դա որպես խորհուրդ էլի, բայց ընդհանրապես եթե ըստ կարգի նայենք, պարտադիր է։ Նորից եմ ասում, այդ ի հայտ է գալի այդ խնդիրեն ժամանակ, երբ որ ինչ-որ մեկը ձեր նկատմամբ բողոք է ներկայացնում։ Այսինքն, սա այն միջոցն է, որ դուք կարաք ձեզ պաշտպանեք, որ իմ ապրանքը անվնաս է ու դրանից չի կարա մեկ այլ երրորդ բանից լինի ձեզ մոտ։